Կախարդական քաղաք դու հրաշք ես բում-բումի Ժպիտը կոտակի դոտաները բում-բումի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Բում ողջույն սիրելի փոքրիկ երեխաներ բարեկամներ այս հրաշք թագավորությունում մեզ սպասում են շատ անակնկալներ ես գիտեմ թե ինչ անակնկալներ եկեք միասին գնանք եւ տեսնենք թե ինչ անակնկալներ է սպասվում մեզ բոլորիս Սպորտզալն է, վայ ինչ լավ երեխեք տեսնում եք ինչքան գնդակներ կան պատրաստված մեզ համար Եկեք խաղանք գնդակներով համաձայնեք, լբրեք ես գնդակը Իսկ ով է ձեզանից ամենաուժեղ բասկետբոլիստը Ով, հիմա ես կտեսնեմ, ապա բոլորդ կանգնեք այստեղ տղաներ և աղջիկներ Հայտարարում եմ մրցույթ Ով որ գնդակը ճիշտ նետեց այստեղ, նա ճանաչվելու է հաղթող և նրան ցուցադրելու ենք հեռուստատեսությամբ, համաձայն եք? Ներկայացեք ձեր անունը? Գոր, ձեր անունը? Լիանա, իսկ ձեր անունը? Ֆելիքս Անգելինա Ելենա Իսկ ձեր անունը? Ինչ? Մանան է, ես չգիտեմ այս լեզուն, այս ինչ հրաշք է Ձեր անունը? Ալյա? Ուշադրություն, առաջին նետողը, գնացինք Ասում այստեղ քսի որ Չի մտնում? Իա Ձեր կարծիքը, ձեր տպավորությունները այս հրաշք մանկապարտեզի մասին։ Ամեն ինչ շատ ջերմ է, այստեղ շատ տաք, բոլորը հոգատար աշխատում են։ Չգիտեմ, ամեն ինչ ավելի հաճելի է, ավելի հանգիստ են երեխաներ։ Ամեն սենյակ իր հանգիստն ունի, տարբեր սենյակներում, տարբեր ամեն մեկ իր առանձնահատկությունը ունի։ Չգիտեմ, երեխաների համար այստեղ շատ հաճելի է, մեր համար նմանապես, որովհետև վառ գույներ են, այստեղ ամեն ինչ ուրախություն ա տիրում այստեղ։ Վաղուց վանից արդեն ծանոթ եմ Էլտարոզին եւ ազնակազմին։ Ես շատ շնորհակալ եմ մեր տնօրեններից, Միսիս Էլենից։ Իմ երկու զավակները հաճախել են մանկապարտեզ, իսկ հիմա մենք փորձում ենք շարունակել Էլտարոզը, չենք ուզում հրաժարվել, թողնել եւ շատ հիասքանչ տեղ է, շատ լավա տպավորված ենք, իրոք շատ գեղեցիկ ամեն ինչը։ Բարև ձեզ, կներկայանաք։ Նանա, Ալյա։ Իսկ դուք արդեն վաղուց եք հաճախում այս մանկապարտեզը։ Այո։ Իսկ դուք այստեղ ինչով եք զբաղվում, այստեղ հաճելի է, ուրախ է, պարում եք, երգում եք, ինչով եք զբաղվում։ Այո, այստեղ շատ ուրախ է, մենք այստեղ պարում ենք, երգում ենք, դաս ենք սովորում։ Այստեղ շատ լավ է, մենք այստեղ ուրախ ենք, որ այսօր բումբումիկը եկել է մեզ մոտ։ Ես Էլենն եմ, ես խաղում եմ պարոն բումի հետ խաղեր, այս ոտանավորը նվիրում եմ բոլոր փոքրիկներին։ Նուրն այգուցոնն անտարի ձմերուկը պխրուն մայգից, իսկ դթումը ցանկապատից տանց խնձոր ու սերկևիլ, դեղցու խաղող մեղրաձոր։
Ես շատ եմ սիրում Էլտարոս մանկապարտեզը։ Ես այստեղ հաճախում եմ փոքր ժամանակվանից։ Հիմա հաճախում է իմ եղբայրը։ Էլտարոզը շատ լավ վայր է, այդտեղ գալիս են զվարճանալու համար։ Էլենա Մարդոյան, Էլտարոզ մանկապարտեզի տնօրեն, որը համոզված եմ հայտնի է բոլորին արդեն ամբողջ քաղաքով մեկ, որովհետև 15 տարվա պատմություն ունենք, իսկ այսօր մեզ համար տոն է։ Տոն է եւ իհարկե մեր բոլոր տոները մենք նշում ենք պարոն Բումի հետ։ Միշտ իր խմբով, իր հերոսներով հեքիաթային պարոն Բումը ներկա է գտնվում մեր բոլոր տոներին, շնորհավորում է մեզ։ Այսօր մեզ համար առավել եւս մեծ տոն է, ինչ առումով բացել ենք նոր ուսումնական կենտրոն։ Եթե մինչ այդ եղել են մեր նախակրթարաններ, արդեն Ռոզելի տան, որը նոր անվամբ է ներկայանալու, լինելու է ուսումնական կենտրոն, ինչպես նաև բացի ուսումնականը լինելուց նաև 2 տարեկանից մինչև 10 տարեկան երեխաների համար խնամքի կենտրոն։ Խնդրեմ համեցեք, ովքեր կհամենան, իրենք արդեն իսկ համոզված կլինեն, արդյոք արժի շարունակել, թե ոչ այստեղ կրթվել, դաստիարակվել եւ իհարկե նաև ուրախ ու ամենակարևորը ազատ երեխաներին տալիս ենք դաստիարակություն, կրթություն, այն ամենը ինչ պետք է մեր փոքրիկներին, որպեսզի հիմքը լինի եւ հայեցի, եւ գրագետ, եւ պարկեշտ քաղաքացի դառնալու համար։ Պես բոլորս գիտենք, այսօր երեխաների հետ կապված բոլոր խնդիրները մեր բոլորիս մտահոգությունն է։ Մենք ունենք 2 մանկապարտեզներ, Էլտարոզ մանկապարտեզը, որը 93 թվականին է հիմնադրվել եւ նրա մասնաճյուղը 2002 թվականին։ Այդ բոլոր խնդիրները իրագործելուց հետո մենք բավականին մեծ արդյունքի հասանք ունեցել ենք բազմաթիվ մոտ այս տարիների ընթացքում ունեցել ենք 460 մոտավորապես շրջանավարտ, որոնք շատ լավ գիտելիքներով գնացել են դպրոց։ Այսօր մեր առջև խնդիր ծառացավ, որպեսզի մեր երեխաները դպրոցից հետո կարողանան ծնողներին մտահոգություն չպատճառեն եւ ծնողները հանգիստ լինեն այդ հարցում եւ դպրոցից հետո երկարօրյա, այսինքն դասապատրաստման նոր ծառայություն մենք բացենք։ Այս նոր շենքում Ալիխանյան 3 հասցեում մենք հիմնադրեցինք սեպտեմբերի կեսերին հիմնադրեցինք Ռոզելիտա ՍՊԸ-ն, որը զբաղվելու է հիմնականում երեխաներին դպրոցից այստեղ բերելով եւ դասապատրաստում կատարելու խնդրով։ Բոլոր առարկաները, սկսած մայրենի տրամաբանություն, օտար լեզուները, մի խոսքով բոլոր առարկաները երեխաները այստեղ պետք է սովորեն հիմնով։ Խնամքի կենտրոն է հիմնականում 2-ից 10 տարեկան երեխաների համար է նախատեսված։ Բոլոր տարբեր ժամերի ծնողները, երբ որ ունենան դրա կարիքը, կարող են դիմել մեզ եւ մենք երեխաներին այստեղ մինչեւ ուշ երեկոյան կարող ենք խնամել, կրթել, կերակրել եւ ծնողը հանգիստ կկարողանա իր բոլոր հոգսերով, իր աշխատանքով զբաղվել։ Մնաք բարյավ, հաջողություն, կրկին կհանդիպենք, որտեղ եմ ինքն է, ճիշտ է, հաջողություն, հաջողություն։